Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արձագանք։ Այս ելույթը կվերցնեք։ Այդ ելույթ չի, հոդվածը, կարդացեք, տեսեք ոնց եկեղեցու դեմ արշավը չեկայի ժամանակ անգամ տապալվել է։ Լուրջ եք ասում, էսա չեկայի մասին եք խոսում։ Հիմա շարունակեմ։ Մի քանի հարց դրեցիք, բայց մի հարցի չպատասխանեցիք։ Այդ որ գլուխ եք գովում, ՔՊԻ նվիրատուների ցուցակը մի քանի անգամ ասել եք, այդ եթե մենք չբացահայտենք, որտեղից եք ժողովրդի իմանալու։ Սուտ եք ասում։ Ասեմ ինչի, որովհետև ՔՊ նվիրատուների ցուցակ չի հրապարակել։ Ինֆոկոմը հարցում արել 23 թվին, չեն պատասխանել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատի ա տվել 23 թվի դեկտեմբերին։ Ստիպած հաշտություն կնքելուց հետո նոր բան են արել։ Ժողովուրդը գիտեք որտից է իմացել։ Սիվիլետի հետաքննող լրագրողները ու կազմակերպած հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման միջազգային նախագծի շրջանակներում է, որ բացահայտվել է այն բոլոր կեղծ նվիրատվությունները։ Հիմա մեկ է այդ փակվելու հետ կապված։ Փակվում են դաշնակցականները կամ ուրիշ կուսակցականներ։ Փոխեք օրենքը գրեք բոլոր կուսակցությունների ժողովներին Նիկոլ Փաշինյանը կարող է ներկա լինել։ Օրենքը փոխեք։ Այդ ի՞նչ է նշանակում։ Նայեք, 1.5 ժամում համագումար անելը աննորմալություն է։ Այդ քվեարկությունն էլ է քաշվում։ Այդ բաներ, հա ուղի եթերը ձևի համար էր։ Մենակ շեֆի ելույթի համար է, մեկ է ձեր քվեարկության համար։ Լրություն։ Նիկոլ Փաշինյանը 15 թվականին էր կարծեմ եմ կհիշի ինքն էլ Ալենն Սիմոնյան, երբ որ ՔՊ նոր ձևավորված էր, մի առիթով ինձ ասեց, որ գիտես ասեց, մեր կանոնագրի կարգապահական մասը դաշնակցությունից ենք վերցրել։ Եթե իմանայի այսօրն էր ասելու, խնդրեի, որ չվերցնեի, որովհետև լսեք մի րոպե, որովհետև ինչ ժողովրդավարական կուսակցությունում, այդ թվում ու առաջին հերթին դաշնակցությունում երբեք թույլ չի տրվի այլ կարծիք ունեցող կուսակցականի հեռախոսի մեջ փրփրել ոնց որ Նովիկ Աղազարյանի դեպքում է։ Երբեք թույլ չէր տրվի։ Իսկ ինչ վերաբերվում է այդ խաղաղության փաստաթուղթ ձեր կոչվածին, հա ծանոթացել ենք ու բարեբախտաբար ծանոթանալու արդյունքում հիմա ասում ենք այն բոլոր կետերում, որ հայկական կողմը առնվազն առաջ է քաշել գլխավոր շտաբի քարտեզներ, սահմանում հայլային ետ քաշում, միջազգային կառույցի ներկայություն վեճահարույց հարցերի լուծման համար բոլոր այդ կետերը Ադրբեջանի պահանջով զիջել եք, բայց ի՞նչ եք թողել, ոչ մի բան չեք թողել այդ թղթի մեջ, տեսել եք 24 թվին էլ այդ թուղթը, դրա համար էլ արգելեցիք ադրբեջանցիների պահանջով, տեսել ենք այդ թուղթը, տեսել ենք զիջումները, ինչ վերաբերում է Վաշինգտոնի, վերջի վարքյան, առնվազն ձեր կայքի վրա, ասեք այդ սուտը հանե, Վաշինգտոնի Շնորհակալություն, ելույթ չի սա, ելույթ չի, տարին մի անգամ գալիս եք, ելույթ եք ուզում, տարին մի անգամ եք։ Պարոն Մանուկյան, տեսեք, դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, ես ուզում եմ առիթից օգտվել եւ ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետեւ եթե ձեր ասածները ճիշտ լիներ, հիմա դուք ասենք այս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել։ Հիմա Վաշինգտոնի հռչակագրից հետո, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո, նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչը ինչ գործ ունեք խորհրդանում։ Բա մեջ տենց վատա հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել եւ այդ փափուկաթորներից բան եք անում։ Կանգնեք էլ չնստեք, գնացեք, ինչ գործ ունեք բա ստեղ, ինչ գործ ունեք ստեղ բա, այդ տեսակ որ սուտ եք ասում, բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ուր են ձեր զանգվածները, ուրա ձեր հեղափոխություն, ոստես թողում եք համակերպվում եք դուք այդ ամեն ինչի հետ, համակերպվում եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, բա դա դաշնակ, բա այս ամեն ինչի հետ եկել նստել եք, գործուղնումների եք գնում, չգիտեմ ինչ եք անում, հա? Արմեն Գևորգյաններ են օրը ԵԽԽՎ-ում։
Հա, առանց գործուղմանա գնացել։ Հա Մանուկյան, մենք էլ ենք իրար հետ գնացել։ Իր հաշվինա գնացել ԵԽԽՎ։ Իրար հետ ենք եղել։ Բա որ այդքան սարսափած դու եկել եք ստեղ նստել, բա ուր են մասաները, Բաղրամյան պողոտայը, մանգալները որտեղ են։ Տարեք դրեք։ Հա, շատ լավ։ Իսկ եկեք չեկայի եկեղեցու հարաբերություններին չանդրադառնանք, էլի։ Որովհետև ստիպված կլինենք, տենանք տարբերակենք։ Քանի ով ամեն փարաջահակած չի, որ պարտադիր պետքա եկեղեցական լինի, կարող է ընդհակառակը չեկիստա։ Եվ այդ կոնֆլիկտը դրանով է հանգուցալուծվել, որ դե չասենք ինչ։ Երկրորդը նվիրատուների ցուցակը ազդարարում հրապարակվել է, բայց հիմա դուք կարանք ասենք ինչ շատ հարցեր է առաջացնում ՔՊ-ի նվիրատուների ցուցակը, բայց ես ուզում եմ տեսնեմ դաշնակցության նվիրատուների ցուցակը։ Ես ուզում եմ տեսնեմ ՊՈՒ-ի նվիրատուների ցուցակը։ Ուրա, որտեղ է։ Մենք տվեք նայենք այդ նվիրատուների ցուցակը։ Դուք չունեք նվիրատու, որովհետև ձեզ նվիրատու չի, որովհետև դուք քաղաքական գործունեությամբ չեք ծավալում, որ մի հատ չարչարվեք նվիրատվությամբ։ Դուք զբաղված եք կոնսպիրատիվ գործունեությամբ, ես ենթադրում եմ, որ ինչ-որ երկրների բյուջեներից, բանից, սակվոյաժներով ձեզ ֆինանսավորում են, դրա համար դուք չունեք այդ խնդիրը, չունեք նվիրատվություն եւ չունեք նվիրատվություն, դուք ունեք գուցե աշխատավարձ, որ գուցե ստանում եք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Շնորհակալություն։